Հայաստանի արտաքին պարտքը Փաշինյանի կառավարման տարիներին կրկնապատկվել է, երբ հարցնում են ինչ է կարել այդ 8 միլիարդ դոլարն, ասում է զենք եմ գնել, հավատում եք։ Ես չեմ հավատում, ոչ իմանին էլ չեմ հավատում։ Ոչ իմանին էլ չեմ հավատում։ Առաջերտին այդ իրանց զենքերը թող իրանց պահեն, եթե այսօր մենք ծուվերեն տարածքներ ենք զիջում, ինչ զենքի մասին է խոսքը։ Ես գնացել են երկու հատ ժեշտ ու երկաթ են բերել, ներկել են եկուս պետք է հրապարակով հանեն ցուստան, խափեն նորից ժողովրդին, ասեն, էսա 8 միլիարդ պարկի դիմաց էս են գնե, բայց 8 միլիարդ էս պարկը որ հավաքել ես, եկուց հետով այդ պարկերը փակելու։ Յուրաքանչյուր ընտանիքի վրա այդ պարկը դրած է, պետք է փակի։ Թեմա ոնց է փակելու, էդ էլ թող ժողովուրդը մտածի ոնց է փակելու։ Եթե այս մարդը վեր ընտրվավ, ասել եմ, այս երկրի վերջի տապանակարը դնելու են։ Հայաստան աշխարհ չի լինելու։ Հա, դրա համար ամսի 28-ին Պապիկյանը ասաց, այսքան վաղ որ գաղտնի են կարել, ուզում եք ժողովրդի ցուցադրենք, թե ինչ են կարել։ Ձեր ուղեղը ցուցադրել եք, արդեն մենք տեսել ենք։ Այդ պետք չի ոչ մի բան ցուցադրել։ Ձեր արած այսքան 7-8 տարվա մեջ լավ տեսանք դուք ինչի եք ընդունակ։ Սուսփոս արեք ձեր ամուրը հավաքեք գնացեք էլի։ Սուսփոս առած արուն տապելու, առած երկիրը նորից մնդռելու։ Նկատեցեք, որ վարչապետ Փաշինյանը գերտա կփանակցի Ալիևին հետ, Ալիևը գսե, որ Հայաստանի ատկան զենք ինչու պետք է, այդ զենքեն պետք է ցերպազատվի։ Դատելով իշխանությունների գործողություններից այս 8 միլիարդի զենք դնելուն հավատում եք։ Ես չեմ հավատում, ոչ։ 6.5 միլիարդով ընդունեց Սերժից Նիկոլը, դարձավ այսօր 14 միլիոն, եթե միլիարդ ներողություն, 14 միլիարդի հասավ։ Ասում են զենք են գնել։ Ինչ զենք, որտեղ, երբ, ով, ումից։ Ես չգիտեմ, տեղյակ չեմ։ Գաղափար չունեմ, չեմ հավատում։ Մարդիկ պետք է տեսնեն իրենց կենցաղի վրա, երկրի զարգացման վրա, եթե 8 տարվա մեջ 8 միլիարդ ավելացել է, ոչ մի գործարան չի ստեղծվել, կառուցվել, ոչ մի ճանապարհ նորմալ, այդ ասֆալտ դրանք մոռանանք, ոչ մի կամուրջ, ոչ մի, չգիտեմ, ջրավազաններ չի կառուցվել, աղետի գոտի ունենք դեռևս մարդիկ միջը հիմա տնակների մեջ են ապրում, ոչ մի տուն չի կառուցվել, 8 միլիարդ ես միանշանակ մտածում եմ կամ տվացվել է չաշխատավարձեր եւ չվաստակած պարգևավճարներ եւ ուղևորություններ, չմոռանանք, տարվա 12 ամսից 11.5 ամիսը որոշակի մարդիկ կան ինքնաթիռների մեջ են անցկացնում։ Պատերազմ գնում են ոչ թե միայն զենքով, այլ նաև խելքով։ Անլուրջ եմ վերաբերում, որտեղ ես միջև այսօր չեմ, ինչ զենք են գնել, հետաքրքիր։ Ես որ ծառայել եմ 98-ից 2000 թվականներին, այդ ախտոր ասում են մենք զենք չունենք, խափում են։ Ես անձամբ ծառայել եմ 5-րդ բրիգադում, եղել եմ Զորավար Մանվել Գրիգորյանի զինվորը։ Ես իմ տեսած սպառազինությունը ինչ որ եղել է, ասենք Հորադիսում, հա, ջրականուն բոլոր այդ Գորիսի առաջ բանակային կորպուսի։ Այդ մեր ունեցած ռեսուրսը մենակ այդով մենք հասնենք Բաքու։ Լիարժեք վստահեցնում եմ ձեզ, դա իմ աչքի տեսածն է, բայց այսօր ինձ որ ասում են բանը մենք զենք չենք ունեցել, դա ասենք միտեղ արդեն սպարապետի անունել ենք, էլի դու կասկածի տակ։ Այդ մարդը իր ունեցած վերջի գելավագինը ծախս տանկ առավ։ Ինքը իր ունեցած ամեն ինչը ռեսուրսը բոլորը ներդրեց բանակաշինության ազգի անվտանգության համար։ Այսօր նման բանացել է արիք չի։ Պատիվ չի բերում նրան, ով այսքան բան արեց, հիմա խաղաղությամբ ննջում է անուն իր ազգի։